Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է, որ որոշ կպական ակտիվիստներ կատակում են, թե Փաշինյանի կողմն անցած հոգևորականները հավակնում են խլել իրենց հացը։ Ժողովուրդը նշում է, որ մի շարք արտախորհրդանական ընդդիմադիր ուժեր պարբերաբար հանդիպում են քննարկելու ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։ Փաստը նկատում է, ոչ ոք չի հավատում, որ Փաշինյանը կկարողանա վերընտրվել։ Հրապարակի փոխանցմամբ Վահե Ղազարյանին եւ Արմեն Աբազյանին Փաշինյանն առաջարկել է մարզպետի պաշտոն, բայց երկուսն էլ հրաժարվել են։ Ժողովուրդը գրում է, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Չարենցավանի ղեկավարի նկատմամբ կիրառել է վարչական տույժ։ Փաստն ընդգծում է, որ Հայաստանում տեղի ունեցողը ոչ միայն ներքին ճգնաժամ է, այլև համաեվրոպական արժեքների խախտում։ Հրապարակը նշում է, որ ՆԳՆ-ն փորձում է պարզել, թե ովքեր են Աննա Հակոբյանի մասին հերրանքներ տարածողները։ Ժողովուրդը հայտնում է, Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է ավելի ակտիվ զբաղվել կաթողիկոսի տեղապահի հարցերով։ Փաստը նկատում է, որ տվյալները ցույց են, թե ինչ են շնչում Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը Արցախի հայության նկատմամբ։ Հրապարակի փոխանցմամբ նախարարության աշխատակազմը քննարկում է Ժաննա Անդրեասյանի աղմկահարույց հայտարարությունը, թե նախկինում կրթության բովանդակությունը հակապետական է եղել։ Նա եղել է այդ հակապետական ընթացքի մեջ։ Ժողովուրդը գրում է, փոխմարզպետ Ջանիկ Բազեյանը մինչև 2018 խոպանչի է եղել։